Հարգելի հայություն, հայկական մնացած փոքր հատված, բարև ձեզ։ Հերթական սաղ օքեյ է։ Հերթական տեսանյութ ենք պատրաստում իմ ընկեր Էդոյի հետ։ Որ արդեն սաղ գիտենք ինչա կատարվում այս երկրում, այդ Նիկոլը ամբողջ օրը ասուլիս, կառավարության նիստ, ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ իրան ճղել, այսօր նաև խմբագիրների հետ ասուլիս ունեցավ Սամվել Կարապետյանը ու հետաքրքիրն է նա, որ Նիկոլը շարունակում է նույն տեմպով, շարունակում են մարդ բռնել, այսօր առավոտյան մեր լավ ընկեր Ղազինյան Դավիթին 2 ամսով կալանք կիրառեցին, դե պարզ էր, Դավիթին բռնել էին ու շատ ֆուտուրիստական ոճի քրեական վարույթ էր, 2 հոգի մաքրուհի իրար հետ խոսում են, բայց Դավիթին բռնում են, էլի, հա։ Ու ասենք, ալեմատ լավ, այս ամեն ինչի վերջը այդ, լավ, ես չեմ դու, ասենք ես գյուղացի չկրթված տղա եմ։ Դու ասա ինչա լինելու։ Վերջը իմ կարծիքով, նո Նիկոլի վերջը, թե մեր վերջը։ Ընդհանուր չէ Նիկոլի վերջը սենց է Հայկ ջան, ես սենց եմ պատկերացնում, որ Նիկոլի սադրանքներին չպետքա տրվել, առաջինը։ Նույն Դավիթին կալանավորել է, մնացածին կալանավորել է, քաղաքական սադրանք է, որ ինքը կիրառում է։ Ինքը 2 բան է ուզում։ Ժողովուրդը գնա ազգային ժողով, որ այնտեղ կարողանա իր այդ փոքրիկ խմբակով իր ուզածը անի, մեկ էլ դուրս գան փողոց, որ էլի փողոցում հենց անի, որ ձախողեն, որ հետո անունը դնի ժողովուրդը չուզեց եւ այլ։ Իմ կարծիքով ինչ ասում է Նիկոլը, պիտի հակառակը դրա արվի։ Տենց մատ ասացված կա, հին, ասում եմ, դա վաղուց բանը, ասում եմ կնոջդ լսի, բայց հակառակն արա։ Հիմա точно է, հիմա այս Նիկոլին պետք է լսես, բայց հակառակն անես։ Լսես չեմ ասում, լսես այն քաղաքական առումով, պետք է լսես։ Քաղաքագետ չեմ, ես շարքային ակտիվ քաղաքացի եմ, որ Աստվածչանի, հա, տենց պապկով քաղաքագետ ելնենք, փորձը ցույց է տվել Նիկոլը բերում է իր դաշտ ու կրում հատե։ Հիմա այս պարագայում դի չգնաս իր դաշտ, ինքը մնա մենակ։ Որ ինքը մնա մենակ, ես բազմիցս իմ ընկերների շրջապատում եմ ասում, մեր մեջ Նիկոլից ավելի Նիկոլ չկա, ու եթե դու չես գնում իր միջավայր, այսինքն դու անում ես լրիվ հակառակ տրամաբանությամբ գործողությունների շարք, ապա այդ դեպքում հաղթանակի հավանականությունը ավելի մեծ է, քան դու գնաս սաղորը Նիկոլ անես։ Ինքը ներվային բաների մեջ ասում է, եկեք ազգային ժողով, այնտեղ ալենն է սադրում, մյուս ասում է, հելեք փողոց, ամեն ինչ անում, որ 2 բանը լինի։ Որովհետեւ 2 իմ կարծիքով այդ 2 բանը չպետք է անեն ընդդիմադիր ուժերը, որովհետեւ արել են 20, 21, 22 թվերին, ապալվել են, ձախողել են, չի ստացվել։ Դե հա, բայց հասկանում եմ, դրա համար հիմնականում ժողովրդի մոտ էլ են վիճակն է, մանավանդ ընդդիմադիր հայացքներ ունեցողների մոտ, ռադիկալ ընդդիմադիր հայացքներ ունեցողների այն վիճակն է, որ մտածում են, եթե անգամ հիմա մարտիկ մանդատները վերցնեն գնան, մենք նույն պատմության մեջ ենք ընկնում, ինչը որ եղավ 21-ից մինչև 26 թիվը ընկա ժամանակահատվածում։ Ես էլ եմ տեսնում, մտածում եմ դա լինելու, ոչ մի բան չեն կարողանալու փոխեն, ուտելու են վիրավորանքներ, ախրանան դուսը հանելու եւ այլ, Նիկոլը ինչ ասիլում ինտրիգ։ Նիկոլին ընտրող մի մասա կա, ունեցի ինտրիգա սիրում, նույն Սրբազանի հետ կադրերը, որ հրապարակել էին էրոտիկ տեսանյութեր, որ Սրբազանի հետ կապ չուներ։ Լավ տարածեցին, բայց վերջում ոչ մեկ չասեց, որ սուտ էր։ Նո իրան գիտես, ես մի բան եմ ջոգում, այս մարդիկ, գիտես, կարևորը իրանց համար առաջի մուտիտն անելն է։ Հետո ինչ կա հերքեն չեն, հերքի, բան ինտրիգը պահելն է։ Դες օրինակ ասեք մի բան, այն Վանեցյանի հետ կապած էլ խնդիր եղավ, որ յանի Շուշիից փախել է, այն Մելքոնյան Գագոնը հելավեսի ինչ ասեց, հետո հելան դիմեցին դատարան բան, ասում են, որ նմանատիպ բան չի եղել, բայց մարդիկ հիշում են միշտ առաջի դրվագը, այդ մուտիլովք են, արեցին, հաշտեցին մի կողմ։ Որ առաջինը դիմավորում են հակածից շորով, հետո նոր խելքով ճանապարհում են, հիմա նույն այդ վիճակն ինքը գցում է, մարդիկ սկսում են ուտել բան, հենց մարումը ասում են մի հատ ուրիշ բանի ու տենց գնում է։ Լավ ելքը ո՞նց ես տենում դու որպես երկրի քաղաքացի, որպես մտահոգ հայ, որպես երևանցի տղա, դու ո՞նց ես տեսնում։ Պետք է նախ կրթվենք, բայց ոչ Աննա Հակոբյանի մոտ։ Հա, դե պարզ։ Պետք է ազգայինը մարդկանց մեջ սերմանել, պետք է բացատրել, որ ինչ կատարվում է մեր հետ, այս մերը չի, այս իրանցն է։ Ինչ ասացի, բայց դե շատ դժվար բան է այդ, գիտես, շատ դեպքերում մարդիկ մտածում են, թե իրենք ամեն ինչ գիտեն, ամենագետ են, դες խոսում ենք, ասենք կան տենց բազմաթիվ քաղաքագետներ, փորձագետներ, մեդիայի մասնագետներ, բան անես դեմքի արտադրությամբ անես բաներ եմ պատմում, հասկացա, բայց դա ինչ պետք է աներ, ընդդիմությունը 21 թվի տեսկում, ես մի անգամ էլ քո այդպես զապիսների ժամանակ, վիդեոների ժամանակ ասել եմ, հագեցին գրասենյակները գնացին տներով։ Նախ այդ չպետք է անեն։ Իհարկե։ Պետք է շփվեն ամեն մեկը իր տարածքի բնակիչ հետ, հասկանա այդ մարդը ինչ խնդիր ունի, ինչ խնդրեմ կա, որ խիա ընտրում Նիկոլին։ Խիա ուզում որ թշնամին գա հասնի, ստեղ խիա մտածում որ պատերազմ բերած իշխանությունը խաղաղություն է բերում։
Նա պետք է լսեն, իսկ թե չէ գրակ այդ խելացի դեն նստել վերլուծել խոսալ, Սալայովն էլ անում, բայց մեզ օգուտ չի տալիս։ Իհարկե, հետո բանը մտել նոր թազա օրինագիծ են մցրել ազգային ժողով, հեսա կանցկացան այդ օրենքն էլ, որ վերջի 5 տարում 170-ից եթե պակաս լինում ես երկրում վերջի 1 տարվա ընթացքում դու պետք է 170-ից եթե պակաս ես լինում, չես կարողանում մասնակցել ընտրությունների ընկեր։ Հիմա հեսա ամեն ինչ շինելու են ընկեր, որ իրանց համար հարմար լինի հասկանում, այս ամեն ինչ։ Դեմանայ դու այդ գիտես, ընդդիմադիր առաջնորդները ովքեր որ ունեցել են պետական կառավարման մեծ փորձ, ովքեր որ ունեն բիզնեսի կառավարման մեծ փորձ, որը հեշտ բան չի, իրանք է պետք է այդ իմանան, պետք է հասկանան ու ընդդիմության կարևոր քայլերից մեկը են պետք է լինի, որ վրաս չհայտարարեն ինչ պետք է անեն, հասկանու՞մ ես։ Անգեր նայ, ես այս վերջի ընթացքում, այս քաղաքական այս թողոբոյի ընթացքում, այս վերջի մանավանդ մի 4-5 ամիսը փետրվարից այս կողմ ես աշխատել եմ ընդդիմադիր որևէ ուժի բան չանեմ, այդ չքննադատեմ։ Արա բայց անգեր ասենք որ sense նայում եմ, արա անոնց անհասկանալի բաներ են անում, այդ չես պատկերացնի։ Ասենք մարդու գլխի մեջ չի տեղավորվում։ Բայց ես մի բան էլ եմ հասկացել, այս վերջում ավելի ակտիվ լինելով, որպես քաղաքացի, որ եթե մարդ ընդդիմադիր է, падգամը վրա նախքին պաշտոնյա եւ այլ, պարտադիր չի որ նա լինի խելացի, պարտադիր չի որ նրա ասածները ճիշտ լինեն։ Հիմա դրա համար այն մարդիկ, ովքեր որ իրականում ուզում են երկրին բերեն փոփոխություն, սիրում են հայրենիքը, սիրում են երկիր, ուզում են հզորանալ երկիրը, նախ իրաց քայլերի մասին թուրքը ոնց է, թուրքի քաղաքականությունը չի ասում, անում է։ Իսկ թե հելում հայտարարում են, էս անենք, այն անենք, բռնում կալանավորում են, բռնում։ Անգեր նայ, այս Փաշինյանը բոլոր մեթոդներին դիմելու է անգեր։ Փաշինյանը թե անգամ էս այն ժամանակ էլ էի ասում, եթե անգամ ընդդիմադիր ուժերը միասին 90% ձայնել տանեին, միևնույն է, այս մարդը իշխանությունը չէր տալու անգեր։ Բնականաբար։ Չէր տալու, բրատ, անհնարին բան է։ Ծառուկյանին ընտրող ժողովուրդը հպարտ քաղաքացի չի, էլ բոլորի մեջ չի մտնում, ասել բոլորից սիրում են, բոլորը հպարտ քաղաքացի։ Այ անգեր դուրս է գալիս, այդ 2-3 տեղամասերը, որ հիմա համարեցին առաջինչ, որ ասացին փոզում են կտակել ընտրություն չի լինելու, ապա դուրս է գալի այդ քաղաքացիների ձայները չկա։ Այսինքն ըստ Փաշինյանի, երբ որ ինքը ասում էր հպարտ քաղաքացի բան, ժողովուրդը բան, որ տենց դե գիտես, չէ, աշխարհի ամենավատ մեղքերը ժողովրդի ջեբն են գցում, ասում են ժողովուրդը արեց։ Ընկեր նայ, հիմա այդ ժողովուրդը, այդ ընտրազանգվածները, որոնք այդ 2 տեղամասում գնացել են ընտրության, Ծառուկյանի պատճառով բռնին, Ծառուկյանի ԲՀԿ-ի պատճառով բռնին փոզին այդ 2 տարածքը, բայց այդտեղ այդ մարդն ընտրազանգվածներ ունի ընկեր։ Այդ մարդը ունի ուժեղ, Հայաստանը ունի։ Բոլորը բոլորը։ Հետաքրքիր է, որ բոլորի դեպքում ես նայում եմ, որ գնացին կենտրոնական ընտրական հանրահավաքի դիմաց բողոքի ակցիերից, հետո քաղաքում չկարծա մասնակցեի, չեկան տեր կանգնեն։ Պետք է նոր քվեարկություն լիներ, գոնե առնվազն։ Արա դա ինգրետ կենտրոնական դիմաց հետո այդ ակցիան որ կար, սա իր հետ 2-3 հազար հոգի մարդ էր հավաքված, բայց ընկեր ես հենց եմ մտածում։ Նայ, հա, ես գաղափարական եմ։ Տես այս ամեն ինչին ես միացել եմ հանուն գաղափարի, հանուն այն բանի, որ մենք այս երկրից այն հատվածը ինչը որ մնացել է գոնե սա մնա։ Գոնե սա մնա, որ հետագայում երեխեքը ապրելու տեղ ունենան ընկեր, ապրելու մեծ փոքր օղակատոր ունենան։ Թե չէ ախպեր ջան, Սարգսյանի մի հատ հիմար իրավիճակ ընկեր, այն որ ասում է անգամ որ ճիշտ բան էլ ասում ես, դնում ես գամումն անարգանքի սյունին ընկեր։ Դες հիմա ես նայ կներես այդ ջան, ասա դու քո կարծիքը կասես, ես 2015 թվականի դեկտեմբերի 6-ի ես մեր սահմանադրական բարեփոխումներից հետո ընկեր։ Որին կողմեր նաև Նիկոլը։ Այո, ընկեր, միշտ ասել եմ, բրատ, միշտ ասել եմ, ասել եմ ձեզ մի ճեղեք, արա այս նմանատիպ ձևաչափով որևէ ընդդիմադիր ուժ չի կարելի իշխանություն վերցնել ընկեր։ Մատ անենց աննորմալ սահմանադրություն են մեզ դեմ տվել ընկեր։ Անենց աննորմալ։ Ես չգիտեմ էլ ինչ բառ, ինձ հազիվ եմ զսպում, մանավանդ նենց վայրում ենք ժողովուրդ ջան, արգելի հետևորդներ ջան, Նորքի եկեղեցու բակում ենք, ես ու ընկերս Սուրբ Աստված, այո, բակում ենք։ Հիմա դրա համար էլ մարդ չի իմանում ինչ ասի այդ ջան։ Ախր գոնե իրանք սխալներ ընդունել ախպեր։ Գոնե ընկեր։ Ընդդիմադիր առաջնորդները ներկայիս չեմ ազնվորում, բոլորը սկսած Գագիկ Ծառուկյանից Արման Թաթյանից հասկանան ինչն է խնդիրը եղել, որ իրանք չեն ընտրել բավականաչափ ժողովուրդ, որ դուրս չեն գալի ժողովուրդը։ Ես հետ եմ ասում ընկեր, ինչը չհերիքեց ընդդիմությանը, բրատ, ինչը չհերիքեց։ Ընդդիմությանը նախ ինձ թվում է խապել են շատ ավելի ներքևի օղակներից սկսած մինչև վերև, դրիվ Դե հա լիքը տես մոտիվացիաներ կան, չէ՞ ասել այդ ամենը։ Մեկ որ Նիկոլին թերա գնահատել են։ Ինգեր միշտ 21 թվին ես հիշում եմ, ասում են պարտված է, գրված է, այսա գնում է, փախել է համար մեկ ու գիտես ո՞վ չեմ ուզում անուններ տամ, այնպես նախքին լուրջ պաշտոնյաներ, այդպես падգամաներ։ Հա, ես եմ ճանաչում տես մի քանի հատի։ Ինչ որ երկար ոտերով մարդկանցից կարծիքներ էին հարցնում գնում։ Հիմա նայ նույն այդ մարդիկ պետք է դասեր քաղեն։ Իհարկե։
ու չթերագնահատել Նիկոլ Նայ, Փաշինյանը։ տես, գիտես, երբ որ դու զգում ես քո գործողությունների շարքում ինչ որ մի բան այն չի, դու պետք է 180 փոխես քո տրամաբանությունը անգիր։ Տես, հիմա նույնը է սա։ Մենք գնացինք նույն մեթոդաբանությամբ ընտրությունների, նույն Նիկոլենք ամբողջ օրը հելան մեզ կպան, մենք էլանք իրանց պատասխանեցինք, սաղորետ գզբրտոսներ գնում, բայց այնինչ ինքը ուներ պետական ռեսուրս, իրավապահ համակարգ, դատարանների, սա իր կոնտրոլի տակ, ինքը սաղից բռնեց, մենք մնացինք այս վիճակի մեջ։ Կախվող է, նայ, Սամվելը Կարապետյան, իր թիմով միշտ ասում էր, որ սրանք 300,000 ադրբեջանցի են չէ բերել։ Հիմա սրանք ասում են ուրա 300,000, հիմա կարող է օրինակ 165,000 կամ 75,000, հա։ Տենում եմ, էլի ժողովրդի ֆինանսի Ժորժ ջան, տեսեք Սամվելը Կարապետյան, 300, բայց մենք 65,000 ենք։ Հա, ու պրիտոմ նորմալ Դիլիջանում հանդիպում էր եղել էս Արմեն Գրիգորյանի մեկ էլ Հիկմետ Հաջիևի միջև, դա արդեն առաջի անոնսն է, որ հեսա մենք շուտով գալու ենք։ Ադրբեջանցի իր թվով, բա գալն էլ է կարևոր, ոնց էր եկի հաղթանակած գրպանը ձեռքեր արի զարմանում ես абսուրդի ժանրից էսի ոնց կա լավ բոլորն է պարտվել են եղել են պետություններ Թուրքիան էլ է պարտվել Գերմանիան երկու համաշխարհային պատերազմում պարտվել դա գիտես հարցը դա չի էլի հարցը պարտությունը չի հարցը այնա թե դու ոնց ես կարողանում դրանից հետո այն որ ոտի կանգնես ու շարժվես առաջ զոհի կարգավիճակով բայես դա Նիկոլ Փաշինյանը եթե մի քիչ խելացին իր ուժեղ ընդդիմությունը ապեք որ Ալիևենցից բանակցության սեղաններ շատ բան փոքի ասի նայեք լեն ժողովուրդ էսա հայա գալիս է իշխանություն վեկալի բերեք էս էլ ինքը պրոստը վստահ է որ իր ձեռք իշխանությունը չեն տանելու ինքը ուղղակի այտենց այդ բանով ապրում է բայց ես էլի եմ ասում հիմա եթե ես լինեմ որոշողը իհարկե ես շատ մեծ տեղ եմ տալի փողոցային պայքարին այո մենք պետք է առաջինը ազդենք այն բանի վրա որ պետք է փոխվի այս սահմանադրությունը ոչ Ալիևի պատվերով այն ինչը որ 2015 թվին երբ որ Հրայր Թովմասյանները եւ մյուսները իհարկե առանց երկրի բարձրագույն իշխանության դա չէր լինի ընտրակեղծիկներով, ընտրախախտումներով, Հովիկ Աբրահամյաններով եւ մյուսներով այս համադրությունը կապեցին մեր ջանին, էսա ամբողջ խնդիրը է։ Ես սենց եմ դնում հարցը, ու եթե մեր քաղաքական ուժերը չգնան այն ճանապարհով, որ պետք է սա փոխվի, ընկեր դա նշանակում է մենք նույն պրավալի մեջ ենք։ Բոլորը իմ կարծիքով ընդդիմությունն էլ իշխանությունը կփոխվեն ժամանակում, այս բոլորը մի ձև պետք է գնան։ Օրինակ Ամերիկայում ոնց է Բայդենը, ու իր ոտով զուգարան չէր կարող այդ մարդը գնալ։ Հաստատ, ասենք ֆորում էր կողքերը սիմում էր խոսում այլմորական հետ, բայց Ամերիկայի ղեկավարում պատերազմող ժամանակ, այսինքն պետությունը առանց իր հիմնավոր առաջ էր գնում։ Իհարկե, այնքը ռելսերի վրա էր արդեն ախպերս։ Թրամփը մի քիչ էսկոմ են կոմով էլի նույն գիծը տանը որ ասում են պատերազմ, բայց էլի իրանց պետական իրանք չան սպաս։ Նույն ձևի գերտերությունները կարողանում են, հա։ Համանդրությունը հիմա ոնց փոխվի, վաղ հեղափոխություն լինի, իշխանապողություն լինի, ով փոխի ոնց անի 200 տարի հետո։ Պետք է ազգային հայ ազգին գենին համապատասխան համանդրություն։ Անգեր մենք պարլամենտական երկիր չենք կարա լինենք ախպերս, մենք ոչ տենց լուրջ կայացած կուսակցություններ ունենք, մի հատ երկու հատ ասենք կան տենց համակարգերը իրանք սարքել են, ու իրանք մտածում են թե հետո всё, էսի ճիշտն է ախպեր ջան։ Ես էլի եմ ասում, առաջինը մեր անդիմադիր լիդերները պետք է մտածեն, եթե գիտես ինչ կա, եթե մարդու ոտը ջարդվում է, չես գնում ձեռը բուժելու, ոտն են բուժում, ընկեր։ Բայց հիմա ստացվում մենք երկու ոտը ջարդած պետություն ենք դրել մեր սահմանադրության արդյունքում, սա իմ մոտ շատ հիմնավորված կարծիք է։ Ինձ կնեղանան, չեն նեղանա, մեր հարգելի գործընկերները, քաղաքականները, մեկը էս ասում, այն ինչը որ կա։ Սենց բան, ասենք, չկա անգեր, ասենք դու վարչապետին տվել ես ահռելի հնարավորություններ, արա ինչ ուզում անում է, կամ ում ուզում անում է։ Այ իրականում ինչ ուզում անում են։ Անգեր դրա համար եմ ասում, որ մեր այո, այս իմ հորդորն է, իմ խնդրանքն է, որ անպայման մեր քաղաքական ուժերը այս մասին մտածեն, որ չլինի սենց միանձնյա կառավարում, որ չլինի որ ինչ ասեն, դա լինի մենք։ Ով էլ գա իշխանության, պետք է այո, պետք է եւ նաեւ պետք է իշխանությունների հավասարակշռում լինի, ախպերս պետք է դատական համակարգը առանձին աշխատի, իրավապահ համակարգը առանձին գործի, բայց իշխանությունը միշտ պետք է վախ ունենա, իշխանությունը կորցնելու, որ մյուս ֆրակցիան կարողա որ մյուսը փորձի ապացուցի, որ ինքը ավելի լավն է, ինքը լավն է, որ երկիրը հաջողի։ Իհարկե, ջան, հարգելի հետևորդներ ջան, որ ասում եմ ինչքան խոսենք, խոսելու տեղ կա, ես մի այսպիսի բան եմ ուզում ասել, խնդրում եմ ձեզ, քանի որ մեր էջերը հիմա շատ ինչ-որ անմխիթար վիճակում է հայտնվել, այնքան եմ բողոքարկել, որ լրիվ աղբացք են ընկել, խնդրում եմ ձեզ, բաժանորդագրվեք մեր էջերին, ես նաև YouTube-ի իմ հայկական
ալիքում եմ դնելու այս տեսանյութը, Գրեք, խնդրում եմ էլի, գրեք, թող հա, մարդիկ բայց իրականում մենակ խնդրում եմ թույլ մի տվեք, որովհետև էլի, որովհետև չի կարել, էլի հիմա արդեն հոգնել ենք, էլի։ Ես հետո սկսեցի ֆուտբոլը մեկը ադրբեջանցի է։ Դալի գրում են հայ անունը, հայերը չի։ Հայ այն չի գրում են։ Դե գիտեմ ընկեր, դե հիմա ամեն դեպքում ասենք կան մեկու մեջ հայտնվում են, ասենք հայոյում են իզուր տեղը, հա մենք մեր կարծիքն ունենք, դուք ձերն ունեք, բայց ոչ թե ասենք մենք բոլորս էլ հայ ենք եւ փորձում ենք հայկական մնալ, ոչ թե ադրբեջանական։ Ինչ ասեմ, լավ եղեք, ձիգ մնացեք, բանում մեկնաբանությունների դաշտում կդնեմ լինքն էլ, խնդրում եմ բաժանորդագրվեք մեր էջերին, տարածեք, կիսվեք, որ եղեք, առողջ եղեք ուրիշ բան չկա, ամենակարևորը։ որպեսզի հասնի մի շարք մարդկանց, որոնց հետ ուզում ենք մենք այս ամեն ինչը հասցնել, այսքան մի բան։ Ձիգ մնացեք, ժողովուրդ ջան, կհանդիպենք հաջորդից։